Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես նախ խորհրդարան, որտեղ թեժեր ՊՊԾ աշխատակիցները դուրս են հրավիրել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստից ժողովուրդ օրաթերթի լրագրողներին, որոնք ավելի վաղ զրկվել էին հավատարմագրումից։ Անդրադառնալով միջադեպին, նրանք ասել են, որ Ազգային ժողով մուտք են գործել պատգամավոր Գեգամ Մանուկյանի իջեցրած հայտով։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, որ այդ հայտով կարող են այցելել միայն տվյալ պատգամավորի աշխատասենյակ։ Ես են օրինակապահանջին չես եթարկում։ Բոլոր գերիները պետք է վերադառնան, Ազգային ժողովի նախագահը վստահ է, ժամանակի հարց է։ Գործընթացը չի երևում, բայց անընդհատ իրականացվում է, ասել է Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Խոսքը միայն գերիների մասին չէ, մշտապես խոսում են նաև անհետ կորածների մասին, եւ այդ գործընթացն ավարտվելու է այն ժամանակ, երբ մեր հայրենակիցներից որևէ մեկն այլևս այնտեղ չմնա։ Մեզ համար տարբերություն չկա, բոլորը պետք է վերադառնան, դա ժամանակի հարց է։ Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի մասին, արձագանքել Հայկ Սարգսյանի ցանկում չընդգրկվելուն։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպիսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին, բոլոր մնացածին այդպես չի ներկայացվել, ոնց որ Իրանը ներկայացվել որպես գործընկեր, եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառներ։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել, նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելի չի, նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական։ Ուրեմն ես որևիցե մեկնաբանություն, իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի ես հարցազրույցը եւ Դուք չեք պատճառանում խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցեր ասում բուկմեյքերական գրասենյակները ես 1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել, բայց դա որևիցե կապ չունի այն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի է ունեցել։ Իրան հարցրեք, եթե ինքը կուզենա մեկնաբանի կմեկնաբանի, ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու, վարչության որոշումները հրապարակային են, իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր իր մերժմանը, նշել, որ իրեն որևէ հիմնավորում չներկայացնելով ԿՊ կուսակցությունը մերժել է, ինքը բողոքարկել է վարչության որոշումը, ապա հրավիրել են վարչության նիստի եւ իր համար որևէ ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որն ինքը համարում է օբյեկտիվ, չի ներկայացվել։ Դիմումը մերժվել է եւ ինքն առաջիկայում չի կարող իրացնել իրավունքը որպես կուսակցական եւ լինել ցուցակում, որպեսզի կուսակցականները որոշեն լինի ազգային ժողովում, թե ոչ։ Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը, ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ Հայկի նկատմամբ սխալ են, կարելի է ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ նաև, որ նման ցանկություն չունեմ
եւ անգամ բողոքարկելուց չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Գուցե այս ցուցակը մասնակցեք։ Ես արդեն պատասխանեցի հարցին։ Մնալու եք որպես ԿՊ։ Ես մինչև 2026 թվականի նոր ընտրությունները ավարտը եւ գումարվի հաջորդ խորհրդարանը 9-րդ գումարումը, դա մոտավորապես կլինի 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու եմ իմ լիազորությունների սահմաններում աշխատել եւ իրացնել բոլոր այն նպատակները, որ ունի մեր կուսակցությունը։ Իսկ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր Հայկ Սարգսյանի նախագիծը, համաձայն որի զինծառայություն չանցած եւ արտասահմանում բնակվող 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, ընտրելով 5 տարբերակներից մեկը։ Հարց ու պատասխանի ձևաչափով Հայկ Սարգսյանը պարզաբանել է, թե թեպետ գործող օրենքով ժամկետային ծառայությունը 18 ամիս է, բայց քանի որ այս օրենքը վերաբերում է 99 եւ 2000 թվականի ծնվածներին, որոնք պետք է ծառայեն 24 ամիս, ուստի պետք է նույն ժամկետով ծառայեն։ Այս կերպ կպահպանվի նաեւ արդարության սկզբունքն այդ տարիներին ծառայողների նկատմամբ։ Ես, որպես օրենսդիր, չեմ ցանկանում, որպեսզի իմ ազգակից հազարավոր եղբայրներս շարունակեն կտրված ապրել մեր հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ էլ ցանկանում, որպեսզի նրանք վերադառնան եւ դատապարտվեն ազատազրկման, քանի որ այդ դեպքում եւ նրանց ճակատագրերը կխեղվեն, եւ մեր պետությունը ոչինչ չշահելով հսկայական վնասներ կկրի։ Հիմա ասեմ ինչ վնասների մասին է խոսքը։ Քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջինացված ամսական ուղղակի եւ անուղղակի ծախսերը կազմում են 437.900 դրամ։ Եթե վերադարձող անձին դատապարտվեն ազատազրկման 3 տարի ժամկետով, ապա պետությունը նրանցից ամեն մեկի պահման վրա պետք է ծախսի 15.764.400 դրամ։ Այսինքն, եթե բոլոր 1200-ն ինքնական վերադառնան եւ դատապարտվեն, պետությունը միայն նրանց անազատության մեջ պահելու համար պետք է ծախսի շուրջ 19 միլիարդ դրամ։ Իմ այս օրենքով ես առաջարկում եմ լուծել այս հարցը մեկընդմիշտ, որպեսզի եւ մեր տղաները շահեն, եւ պետությունը։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նշեմ, որ իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել եւ կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջեը մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ կամ 5 միլիոն դոլար գումար։ Սա նշում եմ օգոստոսի 1-ի դրությամբ, այժմ այդ թիվը անհամեմատ ավելի մեծ է։ Այսինքն ակնկալվում է, որ մեր հայրենակիցները կօգտվեն օրենքից, նրանց մի մասը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն, հսկայական գումարներ կմուտքագրվեն պետական բյուջե, որը կարող ենք ծառայեցնել մեր կարիքների համար, եւ նաեւ նրանց ճակատագրերը չեն շարունակի խեղված մնալ, նրանք չեն դատապարտվի կամ չեն շարունակի արտասահմանում մնալ այլ կարգավիճակով եւ կվերականգնվի նրանց կապը Հայաստանի Հանրապետության հետ եւ նաեւ կհամալրվի պահեստազորը, այսինքն կշահեն թե մեր արտասահմանում բնակվող տղաները, թե նրանց ընտանիքի անդամները, ովքեր կտրված են շատ հաճախ նրանցից եւ կշահի մեր պետությունը, քանի որ նաեւ կկրճատվեն հետախուզվող անձանց հայտնաբերման, պահման, դատապարտման ուղղությամբ ծախսվող հսկայական գումարները, որը այժմ ծախսում ենք ոստիկանության, դատախազության, քննչական կոմիտեի, պրոբացիայի ծառայության, դատարանների եւ այլ պետական կառույցների աշխատակիցների այս ուղղությամբ տարվող աշխատանքների ուղղությամբ։ Պարոն Սարգսյան, ուղղակի ականջս ծակեց, որ տարբերակներից առաջինը 24 ամիս ծառայելն է, մենք 24 ամիս ծառայությունը ժամկետայինների համար դարձրել ենք 18 ամիս։ Չէ, նկատի ունեմ հիմա կարողա ստեղել է հենց պետք միանգամից այդ բառակապակցությունը 24 ամիսը դարձնել 18 ամիս, թե իրանց համար հենց 24 ամիսը պետքա մնա։ Այսինքն այս հարցը էլի հասցեագրենք։
Պարոն Սիմոնյան, հարցը շատ հետաքրքիր էր, հենց իրավական տեսանկյունից դուք մեզ պետքա ճիշտ լուծումներ առաջարկեք, հիմա քննարկենք։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար, պարոն Ալեքսանյան։ Նման հարց նաև Գեղամ Մանուկյանի կողմից էր հնչել։ Նշեմ, որ այս օրենքից օգտվելու են 1999 թվականին ծնված, 2000 թվականին ծնված մեր տղաները։ Նրանք եթե ըստ ընթացակարգի գնային ծառայության, պետք է ծառայության մեկնեին 2018 թվականին կամ 2019 թվականին եւ այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը եղել է 24 ամիս։ Այսինքն ենթադրաբար նրանց հասակակիցները գնացել են եւ ծառայել են 24 ամիս ժամկետով եւ նրանք քանի որ այս ընթացքում 9 տարի 10 տարի բաց են թողել եւ մենք նրանց հիմա տալիս ենք ծառայությամբ իրենց հայրենիքի պարտքը փակելու հնարավորություն, կարծում եմ, որ պետք է տանք նույն ժամկետով ծառայել են նրանց հասակակիցները։ Այլապես կլինի անարդար 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված մեր մյուս տղաների նկատմամբ, ովքեր 2018-ին գնացել են ծառայության 24 ամիս ժամկետով։ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Այդ մասին հայտում են քննչական կոմիտեից, նա ձերբակալվել է, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հիշեցնեմ, հունվարի 14-ին հայտնաբերվել էր ՊՆ Զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի մարմինը հրազենային վնասվածքով։ Պաշտպանության նախարարն այսօր այցելել է Պաշտպանության նախարարության այն զորամաս, որտեղ շրջայց կատարելուց եւ զորամասի պայմաններին ծանոթանալուց հետո առանձնազրույց է ունեցել զորամասի զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինծառայողների հետ նման ձևաչափով անկեղծ եւ ջերմ մթնոլորտում անցկացվող հանդիպումներն ու դրանք չափազանց արդյունավետ որակել։ Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառական, հարմարավետ եւ բազմասեզոնային։ Վարչապետը Facebook-յան էջում տեսանյութ է հրապարակել։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ինչպես խոստացել եմ, առաջիկա օրերին, շաբաթների եւ ամիսների ընթացքում ձեզ պիտի ներկայացնենք զինված ուժերում կատարվող բարեփոխումները մանրամասնորեն եւ այսօր ձեզ ենք ներկայացնում զինված ուժերի նոր նմուշի համազգեստները, մասնավորապես այսօր կներկայացվի դաշտային համազգեստների մի քանի տարբերակ, ամառային համազգեստը, աշնանային եւ ձմեռային համազգեստը, որը նաեւ նախատեսված է խիստ ցուրտ ձմեռային պայմանների համար։ Եվ որպեսզի բոլորի համար պարզ լինի այս համազգեստի որակը, էությունը, տակտիկական նշանակությունը, մենք այժմ գործընկերների օգնությամբ ձեզ կցուցադրենք դրանց դետալացված տարբերակները, որը հիմա կկազմակերպենք։ Խնդրեմ համեցեք։ Ամառային համազգեստի լրակազմ իր մեջ ներառում է թեթև գուլպա, շապիկ եւ կիսավարտիկ, տակտիկական վերնաշապիկ, դաշտային համազգեստի լրակազմ եւ ջթքավոր կոշիկներ։ Ինչպես նաև նախատեսված է եղանակային կամ խնդիրների կատարման ժամանակահատվածից կիրառել գլխարկի տեսակները կեպի, բերետ, պանամա։ Աշնանային համազգեստի լրակազմը իրենից ներկայացնում է թեթև գուլպա, կիսավարտիկ եւ վերնաշապիկ, առաջին շերտի ներքնազգեստ, դաշտային համազգեստի լրակազմը, տակտիկական ջթքավոր կոշիկներ։ Ինչպես նաև համազգեստի հետ կիրառվում են ըստ նշանակության բերետ եւ կեպի։ Ինչպես նաև տակտիկական ձեռնոցներ ըստ նշանակության
կիրառելու համար։ Ձմեռային կամ ցուրտ եղանակի համար նախատեսված համազգեստի լրակազմը իրեջ ներառում է հաստ գուլպաներ, կիսավարտիկ եւ վարտիկ, առաջին շերտի ներքնազգեստ, երկրորդ շերտի ներքնազգեստ, ջերմակարգավորիչ, երկրորդ շերտ հուդի անվանմամբ վերնաշապիկ, դաշտային համազգեստի լրակազմ, Ինչպես նաև լրակազմում առկա է բալակլավա անվանմամբ տար, որը իրենից ներկայացնում է դիմակ, վսպատ եւ ըստ նշանակության կարող է կիրառվել նաև որպես գլխար։ Սեզոնային եղանակի համար նախատեսված ֆլիզե բաճկոն, ձմեռային համազգեստի լրակազմը, ձմեռային կիսաճտկավոր կոշիկներ, ինչպես նաև ձմեռային ձեռնոցներ։ Համազգեստի հետ կիրառվում են ձմեռային գլխարկ եւ ըստ նշանակության բերետ կամ կեպի։ Ձմեռային համազգեստի լրակազմի առանձնահատկությունը ջրակայուն, քամիապաշտպան եւ մինչեւ -30 աստիճանի ցրտադիմացկունություն, որը վերաբերում է նաև կիսաճտկավոր կոշիկներին։ Ինչպես նաև առկա է ձմեռային գլխարկի նմուշը։ Շարունակենք, Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ Վահագն Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել կատարած աշխատանքի համար, առանձնակի կարևորել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերջին փուլը, ընդգծելով ռազմավարական գործընկերության ձևավորումը։ Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ համագործակցության համար, նշել, որ Հայաստանն այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվելու բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին եւ ամրապնդել ու կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը։ Հանդիպման ավարտին նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է Քրիստինա Քվինին բարեկամության շքանշանով։ Դուք մեզ հետ եկել եք շատ դժվար ժամանակաշրջանում մեր պետության համար։ Կիսել եք դժվարությունները մեր հետ միասին։ Եվ այս առումով ես անկեղծ շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար։ Եվ իհարկե արդյունքներն է շատ տեսանելի է։ Հատկապես վերջին 2 տարիների ընթացքում այդ աշխատանքների արդյունքները։ Ես նկատի ունեմ դեռևս անցյալ տարի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Դա էր միջազգային շատերի համար անհավանական էր թվում։ Եվ գործընթացները շատ ավելի արագ զարգացան, քան կարելի էր պատկերացնել։ Եվ մենք ունենք արդեն օգոստոսի 8-ի փաստաթուղթ, եւ հիմա նաեւ ունենք ընդամենը հունվարի 13-ի փաստաթուղթ։ Եվ կարծում եմ բոլորի համար արդեն տեսանելի եւ հասկանալի է, որ իսկապես Միացյալ Նահանգների օգնությամբ, աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ի վերջո մի ճանապարհ են ընտրել, որ տանում են վերջնական խաղաղության։ Եվ այս աշխատանքներում ձեր մասնակցությունը գնահատական էր, ես չեմ կարող տալ, ուղղակի իսկապես դրա համար երախտապարտ եմ։ Իհարկե նաև ուզում եմ հույս հայտնել, որ իսկապես այս խաղաղությունը հարատև կլինի եւ արդեն Միացյալ Նահանգների ներկայությունը նաև տնտեսական կյանքում մեր զգալի առաջընթաց կապահովի մեր երկրի համար։ Well, thank you, Mr. President, for your kind words. Շնորհակալ եմ պարոն նախագահ ձեր ջերմ խոսքերի համար, այս տարիների ընթացքում ձեզ հետ աշխատելը մեծ պատիվ է եղել ինձ համար։ Այս ամբողջ առաջընթացը դժվար կլիներ արձանագրել, եթե չլիներ ձեր եւ ձեր կառավարության նվիրված աշխատանքը։ Եվ ես ուրախ եմ, որ իմ փոքրիկ մասնակցությունը ներդրումով ունեցել եմ, բայց այս ամենի համար այս արդյունքը ստացվել է ձեր կառավարության ջանքերի շնորհիվ։ Եվ Հայաստանը կարծում եմ այս պահին շատ լավ հնարավորություն ունի առաջ շարժվել բոլոր այն պայմանավորվածությունների ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել օգոստոսի 8-ին եւ ամրապնդել եւ կայուն հիմքերի վրա դնել իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերը։ Ես իմ այս աշխատանքը ավարտում եմ, բայց միշտ կմնամ Հայաստանի բարեկամը։ Leaving my position, I will always be a friend of Armenia. Thank you so much. This is an incredible honor for me. Thank you. So we
Սամվել Կարապետյանը կրկին կկալանավորվի, վերաքննիչ դատարանը փոխել է խափանման միջոցը։ Հակակոռուպցիոն դատարանի տեղեկացմամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք 2 ամսով։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն է մեկնաբանել լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն միտքը, թե Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում եւ Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց։ Մարիա Զախարովայի խոսքով դա ընդհանրապես լրագրողի կարծիք է։ Սոլովյովը նման կարծիք է հայտնել իր մասնավոր ալիքով եւ նա չի արել հայտարարություն, այլ իր անձնական կարծիքը ձևակերպել է հարցի տեսքով։ Զախարովան նշել է, որ այդ մեկնաբանությունները հետագայում ներկայացվել են որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, ինչն անընդունելի է։ Նրա խոսքով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է լիազորված պաշտոնական անձանց կողմից, եւ այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է տարբեր հանդիպումներում եւ հարթակներում։ Մեր երկիրը Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության, համագործակցության հարաբերությունները, նշել է պաշտոնյան, կոչ անելով չտրվել սադրանքների։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստանի նախագահ Սի Ցինփինը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին եւ հանդիպման ժամանակ կոչ է արել նոր տիպի ռազմավարական գործընկերություն կառուցել երկու երկրների միջև։ Կողմերը գիտակցելով իրենց պատասխանատվությունը պատմության, իրենց ժողովուրդների եւ ամբողջ աշխարհի հանդեպ պետք է օժանդակեն նոր տիպի ռազմավարական գործընկերության կառուցմանը Չինաստանի եւ Կանադայի միջև։ Երկկողմ հարաբերությունները դուրս բերեն առողջ, կայուն եւ հաստատուն զարգացման ուղի, նշել է Սի Ցինփինը։ Նա նաև ընդգծել է, որ Չին-կանադական հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացումը համապատասխանում է երկու երկրների ընդհանուր շահերին, ինչպես նաև նպաստում է համաշխարհային կայունությանը եւ բարգավաճմանը։ Վերջին տարիներին Օտավայի հետ Պեկինի հարաբերությունները դարձել են ավելի լարված, կապված սահմանված մաքսատուրքերի հետ։ Եվրոպական միության իշխանությունները չեն բացառում Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Եվրահանձնաժողովի ղեկավարը մասնակցում է Եվրամիության հանձնակատարների կոլեգիայի երկօրյա նիստին, որը հունվարի 16-ին մեկնարկել է Կիպրոսում։ Պատասխանելով այն հարցին, արդյոք նա սպասում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական միջամտությունն Իրանի գործերին, ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այլ երկրների գործողությունները, բայց նրանք քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին հայտարարել է, որ իր իտալացի գործընկեր Ջորջիա Մելոնիի հետ համաձայնության է եկել ամրապնդել կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաները, խորացնել ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել կապերը տարբեր ոլորտներում։ Այս մասին Տակայիչին հայտարարել է Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նշվում է նաև, որ Ճապոնիան եւ Իտալիան, որոնք երկուսն էլ մեծ յոթնյակի անդամներ են, որոշել են իրենց ներկայիս ռազմավարական գործընկերությունը բարձրացնել հատուկ ռազմավարական գործընկերության տարբեր ոլորտներում, այդ թվում անվտանգության եւ մշակույթի ոլորտներում կապերը ամրապնդելու համար։ Երկու ղեկավարները մամուլի ասուլիսում նաև հաստատել են, որ Ճապոնիան եւ Իտալիան կստեղծեն խորհրդակցական մարմին տիեզերքում համագործակցությունը խթանելու համար։ Երկու երկրները ունեն նաև համատեղ եռակողմ նախագիծ Մեծ Բրիտանիայի հետ մշակելու նոր սննդի կործանիչ, որը նրանք նպատակ ունեն տեղակայել մինչև 2035 թվականը։ Ուկրաինան խոչընդոտ չէ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ավարտի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցից հետո հրապարակված տեսաուղերձում։ Քիչ առաջ խոսեցի Մարկ Ռյուտեի հետ, մասնավորապես Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակի նախաձեռնության եւ հակաօդային պաշտպանության համար հրթիռներ գնելու մեր կարողության վերաբերյալ, նշել է Զելենսկին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ զրույցում նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արված հայտարարությանն այն մասին, թե խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Մոսկվան, այլ Կիևը։
Թրամփը նշել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած բանակցությունների արդյունքում չի հաջողվում կարգավորել երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենամեծ ցամաքային հակամարտությունը, քանի որ խոչընդոտում է Զելենսկին։ Ըստ Ուկրաինայի ղեկավարի, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակական հարձակումները ցույց են տալիս, որ Մոսկվան խաղաղություն չի ցանկանում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համաձայնել էր Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ։ Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը հունվարի 16-ին Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին 5 տարվա ազատազրկման է դատապարտել, այդ թվում 2025 թվականին իր ձերբակալությանը խոչընդոտելու փորձի հետ կապված մեղադրանքով։ Նա նաև մեղավոր է ճանաչվել մի շարք այլ մեղադրանքներով, այդ թվում պաշտոնական փաստաթղթերի կեղծման։ Դատախազությունը 10 տարվա բանտարկություն է պահանջել այս հոդվածներով։ Հարավային Կորեայի նախկին ղեկավարը կարող է բողոքարկել որոշումը։ Նշվում է, որ սա առաջին դատավճիռն է, որը կայացվել է Յուն Սոկ Յոլի կողմից ռազմական դրություն մտցնելու հետ կապված լայնածավալ գործի հետաքննության շրջանակներում։ Նրա նկատմամբ հարուցված է 8 քրեական գործ։ Լեհաստանը պատրաստվում է ականապատել իր արևելյան սահմանը, հայտարարել է Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։ Լեհաստանը Ռուսաստանի եւ Բելարուսի հետ սահմանին իրականացնում է արևելյան Վահան ծրագիրը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գրասենյակի հայտարարության համաձայն կառավարությունը մտադիր է համալիր պաշտպանական ենթակառուցվածք ստեղծել ՆԱՏՕ-ի արևելյան թևում, Բելարուսի եւ Ռուսաստանի ներկայացրած սպառնալիքներին հակազդելու համար։ 2025 թվականի դեկտեմբերին երկրի իշխանությունները հայտարարեցին Սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ ականների արտադրության վերսկսման մասին։ Ականները կդառնան արևելյան Վահան պաշտպանական ծրագրի մաս, որն իրականացվում է Ռուսաստանի եւ Բելարուսի հետ սահմանին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ վաղը Հանրապետության առանձին վայրերում սպասվում է ձյուն, իսկ ուշ երեկոյան ձյուն կտեղա մարզերի մեծ մասում, որը կշարունակվի հաջորդ օրերին։ Օդերևութաբանները լեռներում կանխատեսում են բուք եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։ Օդի ջերմաստիճան առաջիկա 3 օրը գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 նիշ։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի -5-ից -7, վաղը ցերեկը -1-ից 1 աստիճան։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ, վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթում հաճելի հանգստյան օրեր։